Խորհրդարանը նախ քննարկեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած զինծառայությանն առնչվող նախագիծը ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը։ Նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը նշեց, թե ծառայությունից հետո զինծառայություն անցածները մասնակցում են նաև վարժական հավաքների, իսկ զինծառայությունից խուսափողները շարունակում են մնալ արտոնյալ կարգավիճակում։ Գործող օրենսդրությամբ ծառայությունից խուսափած եւ 27 տարի լրացած անձինք վճարում են 15 միլիոն դրամ։ Այսպես նրանք որոշ չափով փակում են իրենց չծառայելու բացը։ Առաջարկում եմ նույն սկզբունքով քաղաքացիությունից հրաժարվողներից նույնպես պահանջել 15 միլիոն դրամ եւ բաշխել 10 զինվորների միջև, ամեն մեկին տրամադրելով 1.5 միլիոն դրամ։ Հայկ Սարգսյանը խնդրեց հնարավորություն տալ, որպեսզի նախագիծը քննարկվի լիագումար նիստերի դահլիճում, խոստանալով ընդունել պետության համար շահավետ բոլոր առաջարկները։ Սակայն հարակից զեկույցում նշվեց, որ նախագծին թե գլխադասային հանձնաժողովը եւ թե կառավարությունը դրական եզրակացություն չեն տվել։ Ուստի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը հայտարարեց. Մենք առաջնորդելու ենք գլխադասային հանձնաժողովի քվեարկությամբ եւ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։ Քվեարկության արդյունքում նախագիծը չընդունվեց, հետևաբար հարցը ազգային ժողովի նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց։ Հաջորդ նախագիծը ներքին գործերի նախարարության նոր առաջարկի ոստիկանությունում կատարողականի գնահատման նոր համակարգներ դնելու մասին էր։ Կատարողականի գնահատման նոր համակարգ, որը ընդհանուր գնահատական կձևավորի յուրաքանչյուր տարվա կտրվածքով եւ այն կլինի չափելի ըստ էության, եւ մենք կկարողանանք թե անհատական մակարդակում եւ թե նաեւ կառուցվածքային ստորաբաժանման մակարդակում գնահատել ծառայության կողմից իրականացված աշխատանքը եւ տալ նաեւ համապատասխան գնահատականներ։ Սարգսյանի խոսքով որոշել են ներդաշնակ կապ գեներացնել ատեստավորման համակարգի եւ կատարողականի գնահատման համակարգերի միջև։ Նրա խոսքով կան մի շարք ծառայողներ, որոնք 3 տարվա կտրվածքով կարող են շատ լավ արդյունքներ գրանցել, բայց տարբեր պատճառներից ելնելով ատեստավորման բուն քննությունները չանձնեն, ոչ պատշաճ եւ հակառակը։ Հաջորդ նախագծի ներկայացնողը Պետ նախագահ Էդուարդ Հակոբյանն էր։ Պետն առաջարկում է հարկային քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարել։ Պետական եկամուտների կոմիտեն հարկեր չվճարելու ենթադրյալ հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն ձեռք բերելիս ոչ թե պետք է միանգամից ձեռնամուխ լինի հանցանքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելուն, այլ ներքին վերլուծական գործիքներով մշակի տեղեկատվությունը եւ հակ վճարողին ծանոթացնելով փորձի հիմնավոր բացատրություններ ստանալ կատարածի մասին։ Իսկ քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը վերաբերում է հարկային հանցագործությունների հետ կապված շեմերին։ Խոշոր չափի դեպքում 10 միլիոն դրամ շեմը 3 անգամ կբարձրանա, դառնալով 30 միլիոն դրամ, իսկ առանձնապես խոշոր չափը 20 միլիոնը կբարձրանա 2 անգամ, 25-ից 50 միլիոն։ Մոտ 600 քրեական գործեր կապաքրեականացվեն, իհարկե հարկ վճարողների համաձայնությամբ, իսկ նախաձեռնված չլինելու դեպքում չի նախաձեռնվի, իսկ առանձնապես խոշորի դեպքում արդեն ծանրից սանկցիան կդառնա միջին ծանրության։ Երրորդ լավարկմամբ առաջարկվում է ներդնել այլընտրանքային մեխանիզմ, որ հարկ վճարողը քրեական վարույթի ընթացքում ֆինանսական կորուստներ չկրի։ Հարակից զեկուցող պատգամավոր Բաբկեն Թունյանի պարզաբանմամբ այս փոփոխություններով մեղմացվում են կանոնները եւ տնտեսվարողներին հարկային խախտումների դեպքում քրեական դաշտ տանելու համար ավելի բարձր նշաձողեր են դրվում։ Ապա քննարկվեց ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու մասին նախագիծը։ Ֆինանսների փոխնախարարի փոխանցմամբ համակարգային ձևով բարելավվում է ոսկեգործության եւ ադամանդագործության ճյուղերի հարկային միջավայրը, որովհետեւ առաջարկվում են ավելացված արժեքի հարկով հարկման արտոնյալ մնացած ոլորտներից խիստ տարբերվող կարգավորումներ։ Ընդդիմությունից հետաքրքրվեցին, ինչու է արտոնությունը տարածվում միայն այս ճյուղերի վրա։ Եթե սև մետաղը, գունավոր մետաղը, չգիտեմ, ապակին մի քանի անգամ կարող է օգտագործվի, այդ նույն տրամաբանությունը տարածեք իր վրա։ Ինքը երկու կողմից ավելացված արժեքի հարկի ռեժիմում է, իսկ ոսկու հետ կապված այդ հնարավորությունը չկա։ Ընդ որում էս այն կարգավորումն է, որը որ եկել է հենց ոսկեգործությամբ զբաղվողներից։ Պետ փոխնախագահ Ռաֆայել Գևորգյանի ներկայացրած նախագծով Հայաստանի Հանրապետության եւ մի քանի տասնյակ երկրների միջև ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին տվյալներ կփոխանակվեն։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն էլ ներկայացրեց տեսահոլսողական մեդիայի մասին կատարվող փոփոխություններն ու լրացումները։ Օրինակ պատերազմի կոչեր պարունակող տեղեկությունները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքին միջամտության բովանդակության տարածման դեպքում, ինչպես արդեն նշեցի, այդ
չափորոշիչները կսահմանվի կարգավորող մարմնի կողմից։ Մխիթար Հայրապետյանը հավելեց, կհստակեցվեն տեսալուսողական հաղորդումների արգելքների դեպքերը, կարգելվի օտարերկրյա տեսալուսողական ծրագրերում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի միջամտող բովանդակության տարածումը, կսահմանվեն ցանցային օպերատորների նկատմամբ հստակ մեխանիզմներ։ Տիգրան Հակոբյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։